Հարգելի եվրոպացի պաշտոնյաներ, ուզում եմ հիասթափեցնել ձեզ։ Իրական Հայաստանը ոչ թե այն Հայաստանն է, որը ձեզ հենց այս պահին ներկայացվում է այդ դռներից այն կողմ, այլ իրական Հայաստանը այն է, որտեղ մարդիկ քաղբանտարկյալներ են դառնում զուտ նրա համար, որ դեմ են գնում այս իշխանություններին։ Քանի որ նրանք դեմ են Հայաստանի ադրբեջանացմանը, թուրքացմանը, ձեզ եւ բոլորին առհասարակ ամբողջ աշխարհին միշտ ներկայացվել է, որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է եւ այսօր Հայաստանում հենց այդ իշխանությունների կողմից ենթարկվում են բոլոր եկեղեցականները, հայ առաքելական եկեղեցին եւ հենց ինքը կաթողիկոսը ենթարկվում է հետապնդման։ Պետք է ձեզ հիասթափեցնեմ, Հայաստանում չկա ժողովրդավարություն եւ այստեղ հավաքված բոլոր երիտասարդները ամեն օր յուրաքանչյուր ակցիայի գնալիս, յուրաքանչյուր ցույցի գնալիս վախը սրտներում են գնում, որովհետեւ մտածում են, որ հնարավոր է այսօր իրենք դառնան քաղբանտարկյալ։ Մտածում են, որ հնարավոր է իրենց ծնողներից ինչ-որ մեկը, բարեկամներից ինչ-որ մեկը հանկարծակի հայտնվի ինչ-որ պատմության մեջ եւ դառնա քաղբանտարկյալ։ Հարգելի եվրոպացի ընկերներ, հնարավոր է դուք ուրախանում եք, որ ձեզ այստեղ ջերմային են ընդունում, հնարավոր է ուրախանում եք, որ անհետ կորածների ծնողները գալիս են եւ խնդրում են ձեզ, որպեսզի օգնեն գտնել իրենց երեխաների գոնե մարմինները, բայց դա լավ չէ, դա վատ օրից է, քանի որ այլևս մենք հույս չենք կապում այս իշխանությունների հետ։ Խնդրում եմ, մի պարզապես դուրս եկեք եւ շփվեք ոչ թե իշխանամետ, ոչ թե ԿՊ-ական որևէ պաշտոնյայի հետ, այլ շփվեք իրական հայերի հետ, շփվեք սովորական քաղաքացիների հետ եւ կտեսնեք, որ իրականում Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն չկա, որ Հայաստանի Հանրապետությունում խոսքը սահմանափակված է եւ որ Հայաստանի Հանրապետությունում քայլող յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած բանի կարող է դառնալ քաղբանտարկյալ։